Խոսքը, որ այսօր պիտի ձեզ հետ կիսվեմ, այսպես եմ վերնագրել, առաքինի փոխհարաբերություն։ Ես պիտի խոսեմ կին տղամարդ փոխհարաբերության մասին, որ դա, ասենց ասած, ինչպիսին պիտի լինի ըստ մեր Աստծո, ըստ մեր Աստծո խոսքի։ Աստված ինքն է ստեղծել մարդուն, եւ գիտենք արու եւ էգ է, չէ՞ ստեղծել։ Եվ ստեղծագործությունը վերևում է որոշակի, ոնց որ ասած, այնպես է Տերը ստեղծում, որով հայտնի է դառնում կնոջ եւ տղամարդու դիրքը, հարաբերությունը եւ այլն։ Իհարկե հետագայում խոսքով էլ դա բացահայտված է ավետարանի, բայց նախ կուզեմ խոսեմ այս իրավիճակներից, որ այսօր այս ժամանակների մեջ աշխարհի մեջ կա, այսպես է խոսքը գնում Սուրբ Գրքից, որ կարելի ասել այդ վերջի ժամանակներում ասում եմ պիտի այդ Տիրոջը հակառակ մարդը, չէ, հակա Քրիստոսը, անիրավության, անօրինության մարդը, չէ, ապստամբության որդին, ասում պիտի նստի Աստծո տաճարում, չէ, եւ իրեն Աստված, չէ, ներկայացնի։ Այսինքն պիտի կարելի ասել նա իշխանություն ստանա այնտեղում, որտեղ որ Տիրոջ ժողովուրդն է։ Եվ տեսնում ենք այսօր աշխարհի մեջ իրականացվում է ծրագիր, որը կարելի է ասենց խոսքով այսօրվա, ասենք, ներկայացնող խոսքով ասել գլոբալիզացիոն ծրագիր, չէ՞, կամ դեմոկրատիա, ժողովրդավարություն անվան տակ, եւ այդ անունը, ասենց ասած, մի հատ քող է, որպեսզի ամեն չարությունների, ամեն շատ տեսակի չարությունների, պղծությունների ազատություն եւ իրավունք ստեղծվի։ Մենք այդ մարդու իրավունքներ եւ ազատություններ ա քարոզվում, իբր թե դրանք դեմոկրատիա կոչվածի ժողովրդավարության բաներ են, ասենց ասած, կարևորագույն հիմքերն են, բայց իրականության մեջ դրանք ոչ թե ազատություններ են, ոնց որ իրանք են ներկայացնում, դրանք ստրկություններ են։ Աշխարհի մեջ հիմա տոտալ ասենց ծածկված ստրկատիրական հասարակարգ է կառուցվում, ստրկատիրություն։ Իսկ այդ ամեն ինչը արվում է, որպեսզի այդ օրենքներով, այդ դրվածներով ոնց որ մարդը գերի լինի իրեն, որոշ ասենց ասած չարի ուժերին, որոնք էդի կազմակերպում ղեկավարում են։ Եվ տեսնում ենք տարբեր տեսակ օրենքներ, որ խոսվում է, քարոզվում է, ներկայացվում է, ստիպել են տալիս նաև տարբեր պետություններ, որ դրանք ընդունեն իրենց ոնց որ բաների մեջ, օրենքների ցուցակում, սահմանադրության մեջ, անգամ գերակա, ասենց ասած, իրավունք են ստեղծում, այսինքն շատ պետությունների մեջ, հենց մեր պետության մեջ եւս ես ձեզ ասեմ, երբ որ որևէ հարցի շուրջ կա ներպետական, ներսում արդեն ընդունված որևէ օրենք եւ կա, ասենց ասած, համաշխարհային միջազգային այդ նույն թեմային վերաբերվող օրենք, մեր սահմանադրությունը ընդունել է այս կետը, որ այդ դեպքում գերակա համարվում է, այսինքն վճռորոշը համարվում է միշտ բանը, միջազգային է։ Քո ներքին պետականը զրո է, եթե ոնց որ ասած այդ նույն թեմայի հետ կապված, այնի մի բան ասում, այն մյուսը մեկ այլ բան ասում։ Սա հենց այդ գլոբալիզացիոն այդ process-ի մի կետերից մեկն է։ Եվ դրա ոնց որ ասած տեսնում ենք դրա մեջ ներառված է նաև այդ գենդերային կամ այսպես կոչված սեռային հավասարության սկզբունքը, որ ամեն բան արվում է, որպեսզի դա զորանա մտնի մարդկության մեջ, որտեղ կին եւ տղամարդ այդ երկու սեռի հավասարության, ասենց ասած, սկզբունքն է բանը դրված այդ օրենքների հիմքում, որ ներկայացնում է որպես կինը եւ տղամարդ ամեն բանում հավասար։ Եվ անգամ հատուկ պահանջներ է ներկայացվում, օրինակ դուք պատահական մի համար եք, որ թեկուզ ընտրություններ են, անպայման պահանջ է ներկայացվում, որ եթե ընտրական ցուցակ է ներկայացվում, օրինակ, ապա այդ ընտրական ցուցակի մեջ կանանց եւ տղամարդկանց քանակությունը որոշակի կոնկրետ տոկոսով պիտի լինի։ Եթե օրինակ հանկարծ կանայք քիչ եղան,
հետի պետության օրենքով չի ընդունվում։ Որտե պիտի հավասար լինեն։ Նրանք էլ պիտի մասնակցեն, իրավունք ունեն այդ աթոռներին, այդ տեղին, այդ դիրքի, նրանք էլ։ Եվ ընդհանրապես տեսնում եք, ընտանիքում այդ հավասարությունն է քարոզվում, հասարակության մեջ ղեկավարության հետ կապված ղեկավարելու ինչ որ գործունեություն ծավալելու մեջ այդ հավասարությունն է քարոզվում եւ ասենք շատ ժամանակ անգամ որպես դրա հիմք վերցնում են ավելի ճիշտ օգտվում են ծայրահեղ որևէ օրինակից օրինակի համար մի ընտանիքի մեջ օրինակ ամուսինը շատ դաժանաբար է վերաբերվում իր կնոջը եւ էսի որպես հիմք ընդունելով արդարացնում է որ տեսեք պետք է այդ հավասարությունը ընտանիքում լինի տեսեք անհավասարությունը տղամարդու իշխանության գերակայությունը ինչ հետևանքների է բերում այսպես միշտ էլ չարը որի որոշակի ինչ որ մի բան անելու համար այն ծայրահեղ վատ օրինակը վերցնում է դրա հիման վրա ինքը այն ամեն ինչ ջնջում է իրանն է հաստատում կարելի ասել ոնց որ երեխաներ կան որ ծնողներ կան երեխաների նկատմամբ շատ վատ են վարվում ու տեսեք սենց բան կա եւ նենց օրենք է դնում որ այն լավ վարվող լավ խնամ տանող ծնողին էլ զրկում է իր խնամքը տանելու հնարավորությունից այդ օրինակները այս խորամանկությունով դրվում են այդ օրենքները գործերը կատարվում են եւ ես կուզեմ ուղղակի սրա վրա ուշադրություն դարձնենք որտեվ ասենք ինչ է նշանակում որ գազանի ոնց որ ասած իշխանությունը կամ այդ անօրինության մարդու իշխանությունը հաստատվեց նաև եկեղեցում, այդպես բանա չէ ներկայացնում տաճարում Աստծո։ Այդ նշանակում է առաջերտին ոչ թե ինքը պիտի գա այդ տաճարի մեջ նստի, այլ պիտի ինքը իր այն ինչ որ իրանից է այդ տաճարի մեջ, այդ ժողովրդի մեջ հաստատի։ Իր օրենքները, իր կարգուկանոնները, իր դրվածները։ Այսօր հենց այդ տեղից գալիս է օրինակի համար միասառականության հետ կապված հարցեր, ուրիշ հարցեր, որ ասենք դե դեմոկրատիա ժողովրդավարության ասենց ասած սյուներն են կոպիտ ասած, ու մեկը տենում ես արդեն շատ եկեղեցիների մեջ դա մտել է ու նորմալ են համարում։ Անկամ դրանց մկրտում են, անգամ դրանց եսի պսակադրություն են անում, օրհնում են եւ այլ եւ այլ։ Այսինքն էսա որ սրա ձևերից մեկը էսա որ իր երբ որ ոնց որ ասած այդ չար համակարգի օրենքները հաջողում է որ դնի նաև մտցնի նաև եկեղեցու մեջ, այսինքն եկեղեցին համաձայնվի, հոժարվի, ընդունի դա, այդ կարգը, այդ ձևը, այդ փոխհարաբերությունները, այս նշանակում է հենց ինքը այդ տաճարում նստեց եւ իր իշխանությունը ինքը երկրպագվեց, որտեվ այնտեղ որտեղ որ Աստվածը մի բան ասի, անարգված է արդեն այդ հարցերում Աստծո ասածը իրանն է գերակա, իրանն է ընդունված, իրանով առաջնորդվում եկեղեցին։ Սրա ձևերից որպես մի կողմ ոնց որ ասած սա է նաև իր ներկայությունը տաճարում եւ շատ տեղերում այդ ներկայությունը կա որտեղ այդ համակարգի օրենքները շատ տեղերում ընդունված է բայց էսա որ մարդիկ կարծես թե միջավայրի մեջ էլ ապրելով իրականության մեջ ապրելով շատ հաճախ շատ հարմարվում են դրան եւ սովորում են դրան անգամ շատ հաճախ սկսում են այդ դրած կարգի չարի կողմից դրած կարգով վարվել հարաբերություններ ստեղծել միմյանց նկատմամբ անգամ չնկատելով որ իրանք արդեն ոնց որ ասած հենց չարի ուզածն են անում անգամ դա կարող է հոգևոր մարդ անի ու չզգա իրան թվա ասենց նորմալ է մի բան որովհետև այդ բանը նորմալ է միջավայրի մեջ միջավայրը տենց է վարվում տենց վերաբերմունք ունի տենց մոտեցում ունի ինքն էլ միջավայրից որպես ազդված այդպես է վարում այդպիսի վերաբերմունք ունի բայց այդ միջավայրի ձևավորողը այդ ուժերն են այդ չարի ուժերն են որ միջավայր են փոխում միջավայրի ոնց ասած վիճակ են փոխում փոխել են դա հասել է այդ վիճակին որ իրանց ուզածնա եթե մարդը հոգևոր մարդը չի նկատում դա սովորական մի ոնց որ ասած կյանք է տեսնում սովորական կյանքի փոխհարաբերություն որ բոլորի մեջ կա գուցե ես էլ եմ դրա հետ հոժարվում ես թեկուզ չիմանալով այդ չարի առաջնորդության տակ եմ ընկնում եւ այսօր ասենք տեսնում ենք այդ հավասարությունը կին տղամարդ հավասարությունը շատ է քարոզվում բայց ինչ է ասում Սուրբ Գիրքը որպես մարդ որպես փրկության ժառանգորդներ այո նրանք հավասար են
ունեն այդ հավասարությունը, ոչ մի բանով ոնց որ ասած այդ փրկության հետ կապված, օրհնության հետ կապված Աստծո որ որոշած է, տղամարդը առավել չի կնոջից։ Բայց որոշակի բաներ կան, որ ցույց է տալիս, որ հավասարությունը խախտված է, տես չի, այսինքն եթե հավասարությունը է, դա դառնում է աննորմալություն, այլ պիտի տեղ Աստծո ուզած ձևը լինի, դիրքը լինի, մոտեցումը լինի, հարաբերությունը լինի, որպեսզի տեղ օրհնություն լինի, բարիք լինի։ Այդպես է։ Եվ հիշեք, Ծննդոց գրքում, երբ որ Տերը ստեղծեց մարդուն, պատահական չի, որ երբ որ սկզբից ասում է, խոսում է Ծննդոց առաջի գլուխ 26-27 խոսքերով, որ ասում է, չէ, մեր նմանությամբ, մեր պատկերով մարդ ստեղծենք։ Հետո ասում է, որ այո, ստեղծեց Աստված իր նմանությամբ, իր պատկերով մարդուն, ասում է, արու եւ եք ստեղծեց, երկու սեր ստեղծեց։ Ամփոփ ասում է, բայց հետո երբ որ մանրացնում է, արդեն թե ոնց դա եղավ, սկզբից ցույց է տալիս, չէ, տղամարդուն ստեղծեց։ Հետագայում նայում ենք Աստծո ծառաները, առաքյալը, օրինակ, դրանք կարևոր նշանակություն են տալիս, որ տղամարդը ստեղծեց, տղամարդուց կինը ստեղծվեց։ Ասում է, ոչ թե կինը տղա, Պողոսն է ասում, կկարդամ այդ համարները։ Այսինքն հենց այնպես չէր, որ այդ հերթականությունը Աստված ընտրեց, ընդ որում կնոջը ստեղծեց տղամարդու կողոսկրից։ Պահա գալիս չէ, 6-րդ օրում Տերը արդեն մարդուն ստեղծած, ասում է, լավ չի, որ Ադամը մենակ լինի, իրեն համար հարմար օգնական շինեմ։ Եվ այդ իրեն հարմար օգնականը կենդանների միջից չի ընտրում, ասում է, Ադամը իր նման որևէ մեկին չընտրեց, չէ, երբ որ բոլորի անունները դրեց, հետո երբ որ արդեն ինքը ընտրեց, ճիշտ ոչ թե ընտրեց, երբ որ արդեն Աստված նրա վրա քուն բերեց եւ նրա կողի ոսկորից կնոջը սարքեց, եւ երբ որ ինքը արթնացավ այդ քնից, ասեց, ահա ոսկորին ոսկորից եւ մարմին իմ մարմինից եւ նրանք կկոչեն կին։ Եվ խոսքը Աստծո, որ եւ մարդը կթողնի իր հորն ու մորը եւ իր կնոջը կհարի եւ կլինեն մեկ մարմին։ Ուրեմն այս հերթականությամբ Աստված ստեղծեց եւ այս հերթականության ստեղծելու նպատակը հենց ընդգծելն էր այդ ոնց որ ասած ինչ որ չափի անհավասարությունը, աստիճանները։ Եվ հետագայում առաքյալները, Աստծո առաքյալ Պողոսը օրինակի համար սրա վրա կանգ առնում։ Երբ որ խոսում է այդ փոխհարաբերության մասին, որ կինը ինչպիսին պիտի լինի տղամարդու ներկայության մեջ, ներկայության ժամանակ, եկեղեցում կլինի, ընտանիքում կլինի, ինչ որ միջավայրում կլինի, անպայման էսի բերում է օրինակ առաքյալը եւ ասում է, տեսեք, կինը մարդուց ստեղծվեց, ոչ թե մարդական կանից, ասում է, եւ էսի ցույց է տանում, որ կինը մարդը ավելի իր դիրքով բարձր է եւ իշխող է։ Կինը լսելու, հնազանդվելու դերում է, սովորեցնող չի, այս սովորող է։ Թեպետ, որպեսզի այդ ծայրահեղության մարդը չգնա, նույն առաքյալը, Պողոս առաքյալը ասում է, բայց ոնց որ կինը մարդուց եղավ, մարդն էլ կնոջից եղավ, որտեղ իրականության մեջ մենք յուրաքանչյուրս կնոջից ենք ծնվել։ Բայց երբ որ այն սկզբնական պահն է ցույց տալիս, ասում է, կինը տղամարդուց եղավ։ Բայց որպեսզի կինը չանտեսվի եւ չանարգվի, ծայրահեղության չտարվի, ասում է, բայց տղամարդն էլ կնոջից եղավ, որտեղ մենք իրոք տենց է, մենք գիտենք։ Ինչ եմ ուզում ասել, ստեղծագործությունը ցույց տամ, հարմար օգնական։ Մեկը որ պիտի օգնի։ Այսինքն պիտի ղեկավար դերում, առաջնորդի դերում համար մեկ ոնց որ ասած իշխանություն ունեցող լինի տղամարդը։ Եվ սա ոչ թե մենակ, գիտեք ոնց է, սա ոչ թե մենակ մի փոխհարաբերություն է, որ դրա վրա պիտի կառուցվի մեր ընտանիքներում, այսա փոխհարաբերությունը, որ պիտի կառուցվի ընդհանրապես կին եւ տղամարդ հարաբերության մեջ, թեկուզ նրանք ընտանիք չեն կազմում, մի միջավայրում են։ Դա երևում է նաեւ բանից, եկեղեցի միջավայրից։ Երբ որ առաքյալը խոսում է եկեղեցուց մեջ ինչպես պիտի լինեն, այնտեղ չի ասում անպայման պիտի ամուսիններ լինեն, որ sense բան, չէ, եկեղեցու մեջ ես, կին ես, դու sense պիտի քեզ պայես, տղամարդ ես, sense պիտի իրեն պահի։ Այդպես է։ Եվ կուզեմ հիշեցնեմ ես այդ համարներից, ինչպիսի ոնց որ ասած աստիճաններ կան այդտեղ փոխհարաբերություն։ Առաջի կոնտակտից 11-ից կարդամ 11-րդ գլուխ առաջի խոսքից ասում է ինձ նմանող եղեք, ինչպես ես էլ Քրիստոսին Պողոսն է գրում,
Արդ գովում եմ ձեզ եղբայր, որ իմ ամեն բաները հիշում եք եւ ինչպես պատվիրեցի ձեզ այդ պատվերները պահում եք եւ բայց կամենում եմ որ դուք գիտենաք թե ամեն մարդի գլուխը Քրիստոսն է, կնկա գլուխը մարդը եւ Քրիստոսի գլուխը Աստված։ Ամեն մարդ, երբ որ աղոթքի անում կամ մարգարեանում է գլուխը ծածկված ունենա, անպատիվ է անում իր գլուխը։ Եվ ամեն կին, երբ որ աղոթքի անում եւ մարգարեանում բաց գլխով, անպատիվ է անում իր գլուխը, ասածի միևնույն է թե ածիլված է։ Որտեւ եթե կինը չծածկվի, թող ուրեմն իր մազերն էլ կտրե, բայց եթե կնկան ամոթ է մազերը կտրել կամ ածիլ է, թող ծածկվի։ Սակայն մարդին պետք չէ որ իր գլուխը ծածկի, որտեւ Աստծո պատկերն է եւ փառքն է, բայց կինը մարդու փառքն է։ Տեսեք, այստեղ ներկայացրեց, նույնտեղ ծածկվել, վերջում ասում է ինչ է նշանակում կնոջ ծածկույթը, ասում է երկար մազերը կնոջ ծածկոցի տեղ տրվեց, այսինքն ծածկվել, բա երկար մազով ծածկվել, այդպես է, ոնց որ դա ցույց է տալիս իր հենց նաև սա է, նաև ցույց տալիս, որ ինքը տղամարդու իշխանության ներքո է, որ նրա ոնց ասած տղամարդը իր գլուխն է, ասում է կինը պետք է ծածկված լինի, ոնց որ ասած այդ ձևի ներկայանա նաև այդ կողմից որ ցույց տալով որ այո իր գլուխը տղամարդն է եւ ներկայացնում է որ երբ որ եկեղեցում աղոթքի հարց կա մարգարեության հարց կա նա պիտի ոնց որ այդ իշխանության տակ գտնվելով ամեն բան անի եւ այստեղ հարցը սրա մասին չի ամուսինն է նա թե չէ ուղղակի տղամարդ եւ կին ոնց որ այդ միջավայրում այդ ներկայության փոխհարաբերության հետ կապված այստեղ խոսում։ Եվ 14-ից կարդամ 34-36 համարը ասում է եւ կանայք եկեղեցիներում լուր կենան, որովհետեւ նրանց հրաման չկա խոսելու, այլ որ հնազանդ լինեն, ինչպես օրենքն էլ ասում է։ Բայց եթե մի բան կամենան սովորել, թող տան մեջ իրենց մարդկանցը հարցնեն որտեվ կնկան անվայել է եկեղեցում խոսել, կամ թե Աստծո խոսքը ձեզանից դուրս եկավ, կամ թե միայն ձեզ հասավ, բայց եթե մեկը կարծե թե նա մարգարե է կամ հոգևոր, թող գիտենա, ինչ որ գրեցի ձեզ, որ Տիրոջ պատվիրանքներն են։ Ուրեմն տեսեք, այստեղ նորից ներկայացվեց, որ ասենք ասեմ, եկեղեցում կանանց մոտեցում, ոնց պիտի լինի տղամարդկանց ներկայության մեջ, ասում է սովորեցնող ինքը պետք է չլինի, իրան հրաման չի տրված, որ սովորեցնի, ինքը թող լուր կենա։ Հենց որ ասում եմ եկեղեցիներին ինչ մտել այդ գենդերային հավասարություն կոչված դեմոկրատիայի մի կողմը, մի մասը, օրենքների փունջը, դա երևում է հենց որ շատ եկեղեցիներում կանանիկան հենց բաներ են, քարոզիչներ են էլ դուսուս։ Այդ հենց այդ գենդերային հավասարությունն է բերել, ոչ թե Աստծո կամք, ոչ թե Աստծո հրամանը։ Ասում է Աստծո հրամանը էսա, Պողոս ասում է։ Եթե մեկը հոգևոր է, իմանա ես էլ եմ հոգևոր ու ինչ որ խոսում եմ Աստծո հրամաններն եմ խոսում։ Կինը չխոսի, չքարոզի, չսովորեցնի, ասում է եկեղեցում, այստեղ հասկանում ենք տղամարդկանց նկատի ունի։ Թե չէ կանանք եթե հավաքված են իրար մեջ հնարավոր կլինի, այո, կարող է որ մեկը ինչ որ մի բան սովորեցնի, բայց հասկանում ես, ոնց ասած ես ասի, կինը տղամարդկանց չդնի սովորեցնի։ Եթե կին տղամարդ փոխհարաբերությունն է դիտարկվում։ Այսի ծայրահեղության չտանենք, ասենք օրինակ քույրերով քույրական են հավաքվում, սովորեցնող կա։ Այդ ձեզ է սովորեցնում, ոչ թե տղամարդկանց։ Խոսքը տղամարդկանց սովորեցնելու համար է, խոսքը տղամարդկանց հետ կապված հարցն է, ինչպես իրեն պահի կինը։ Եվ այստեղ ասում է լուր կենա։ Անվայել է անգամ ասես բան ասում, անվայել է եկեղեցում կնոջը խոսելը, դա անվայել է, վայելուց չի, դա ասենց ասած հանդգնություն է Աստծո կարգի դեմ, որ մեկը գլնի կսովորեցնի, այդ քարոզիչները, որ քարոզում են կանայք, հատկապես շատերը հովիվի կանայք են, հովիվի վրա հովիվ ունեն, միշտ հովիվների հովիվը կանայք են իրենց, մեր բախտը բերել է, դրվածքը ճիշտ ենք դրել, մեր կնանիք մնացել են կողք, պրոստը մեկ շատ էր կանտեսում, անգամ դուք եք կանտեսում, ամենայն դեպս, բայց այդտեղ ասում է անվայելու չէ, անվայել է, վայել չի, ամոթ է, անամոթություն է, հանդգնություն է, բայց դա լավ իմացեք, ոչ թե գալիս է ուղղակի միայն
սրանից, որ եկեղեցի է, իրար սովորեցնելու հարցն է, եկեղեցում այտենց պետք է լինի։ Հիմա հարց տամ, բայց եկեղեցում չի։ Միջավայր է։ Նստած են, զրուցում են, խոսում են, կամ ինչ-որ շփման միջավայր է։ Վայել է, որ կինը պիտի տղամարդը սովորեցնի, արդեն դեռ հայելի է, ասենց ասեմ։ Առաջ ընկնի, լավ ասենց ասեմ։ Առաջ ընկնի, առաջի տեղում լինի։ Չեմ կարծում։ Ասես որ եկեղեցի մեջ լինելու պատճառով է դա։ Կնոջ գլուխը ով է տղամարդը, այսինքն տղամարդը բարձր է իր դիրքով իշխանությունով, տղամարդը ներկայության մեջ կինը պետք է իրան հեզ հնազանդ խոնար բայ, չափը ճանաչի, առաջ չընկնի, չթռնի տղամարդու գլխից կոպիտ ասած։ Դա ուղղակի Պողոսը ճիշտ է խոսում է եկեղեցում, բայց չի շանակում եկեղեցուց դուրս արդեն կարելի է։ Չէ, ստեղծագործությունը չի փոխվել։ Ստեղծագործությունով դրված դիրքը չի փոխվել, նման նույնն է։ Ոչ էլ ձեր ընտանիքների մեջ։ Ուրիշ համարներ էլ կա, որ ներկայացնում է, կարող եք դուք կարդալ, ես դες համարներ ասեմ, որտեվ նայել եմ ինչև էստեղ գալ, առաջի Տիմոթեոս 5:13-15-ը ասում է թող կինը տղամարդու ներկայության մեջ լինի ամոթխած, պարկեշտ, ավելի ճիշտ է բան է դա առաջի Տիմոթեոս 2:9-15-ը բանը սովորող բանը, այսինքն լսող, սովորող, քան ստեղով բանանող սովորեցնող ուրիշ տեղ առաջի Տիմոթեոս 5:13-15-ում ասում է քաշվող, անգամ տղամարդուց, ամոթխած, պարկեշտ, շատախոս չլինի, ասում է հետաքրքրասեր չլինի եւ ոմանց համար այնտեղ ասում է ոմանց համար ոնց որ իրանք այդ շատախոսությունով, հետաքրքրասիրությունով եւ այլը իրանց վրա արդեն անուն են կպցրել ոնց որ սատանային տեղ են տվել ասում է, ասենք ասում է Տիրոջ անունը արդեն իրանց միջոցով անարգվում է, այսինքն երբ որ իրանք սկսել են իրանց ճիշտ չպայել որպես կին, իրանց առաքինությունով, պարկեշտությունով, ջերիկ, վռիկ, սենց ասած, ազատ, կատակներով, սենց ասած, հավասարի ինչ-որ երկար ջերմ զրույցներով, սրանց համար, ասում է, բարամանտ դրանց մասին որ խոսում է Տիմոթեոս թղթում, ասում է, սրանք մատխաշ որբևայրիների մասն է խոսում, այսինքն ամուսին կորցրածների, ասում է, կասկած առաջացրել այդ կողքի մարդկանց մոտ, մտածում են, իսխի ասենց իրան ազատ պահում, սկսում են ուրիշ բան մտածել, ասում է, Տիրոջ անունը անարգվում է, հայություն է բերում, ասում է, այս ճանապարհին, ոմանց համար ասում է, սենց սկսեցին սատանային տեղ են տվել, բերեք այդ համարը ավելի լավ կլինի ես համար կարդամ, առաջի Տիմոթեոս 5:13-15 մի փոքր վերևից որ կարդակ, էլ չխոսեմ, մատղաշ որբևայրիների համար ասում, այսինքն կանայք, որ շուտ կորցրել են իրանց ամուսիններին, մահացած է, եւ ասում է, կամենում եմ միանգամյան ծույլ են սովորում, տնետուն ման գալով, ոչ թե միայն ծույլ, այլ շատախոս ու հետաքրքրասեր եւ խոսում են ինչ որ պետք չէ։ Կամենում եմ, որ մատղաշ որբևայրները ամուսնանան, որդիկ ծնեն, տնաշեն լինեն եւ հակառակորդին ոչ մի պատճառ չտան հայոյան կանելու։ Իսկ այն ձև վարվողները հակառակորդին պատճառ են տալում հայոյան կանելու, որովհետեւ արդեն մի քանիսը խոտորվեցին սատանայի ետևից, այսինքն արդեն մի քանիսը գնացին այդ ուղղությամբ։ Չարություն սկսեցին, այսինքն գուցե իր ցանկություններով ապրել եւ այլն։ Եվ սենց ասեմ, էլի, այնպես չի որ ժամանակները դե փոխվել են, կոպիտ ասած, ոնց է ժողովուրդը շատ հաճախ ասում է, խեսի որ երրորդ դարն է, հələ մի հատ պատոհանից դուրս նայի, ուզում են ասեն, էս ինչ հետա մնացես, էս ինչ ես դու խոսում, էսի ստեղծագործությունով Աստծո դրված բարի կարգն է, ճիշտ փոխհարաբերություն, որ իր մեջ ունի օրհնություն։ Խախտվեց այս կարգը, Աստծո կարգը, օրհնություն չունի։ Անես կա այստեղ։ Ինչ եմ սա ասում, ասենք էլի, Ժորժ ջան, նկատում ես մարդիկ, ասենք ոնց որ իքական սեռի ներկայացուցիչներ, շատ հաճախ շատ հենց այնպես ոնց որ ստեղ Պողոսը ներկայացեց,
ազատ են իրանց պահում, հենց տղամարդկանց ներկայության մեջ, իրանց հաղորդակցությունը, հարաբերությունը շատ ջերմ է, եւ այլ, հենց որ գուցե մեկը մտածում է, դե ինքը բանա ոնց որ ազատ է, շատ սիրող է, շատերի հետ է ջերմ, մարդկանց կանանց հետ էլ է ջերմ, դա ի՞նչ կապ ունի։ Դա շատ վտանգավոր փոխհարաբերություն է, ասեմ ձեզ։ Այս փոխհարաբերություն, այսպիսի բնավորության տեր մարդը նախ եւ առաջ ինքը տիրոջ կամքի իր հետ կապված որպես կին չի հասկացել, ինքը ով է, որտեղ է իր դիրքը որն է, ինքը չի հասկացել, իրան թվում է նորմալ է, կարա ջերիկություն անի, հանականի, կատականի, զրույցներ ունենա, բան, եղբայրների հետ, ասենց ասեմ։ Անգամ տեղը եկե մարդ եկե զարմացած ինձ ասել է, գիտես ինչ էր ասում, այս ինչ է, այս եղբոր, ասում էր, այս ինչ ջան, մի հատ քո համար, մի հատ մեր համար կոֆե չդնեմ, խմենք, օրինակ։ Բայց այդ ինչ ջանը երիտասարդ տղա է, ինքն էլ ամուսնացած քույրիկ է։ Ինչ գործ ունես, չհասկացա, այդ ջանով, ջիգարով, ասենց մտերմաբար այդ կարգի։ Գուցե ասի բոլորի հետ են, բայց հենց այդ է, ուշադրություն դարձեք, շատ հաճախ իրանք այդպիսի մարդիկ իրանց վտանգում են։ Կարան անավատների հետ էլ տես պահեն ու տեսել ենք տես բաներ ու փորձանքի մեջ են գնեն։ Հավատացյալ եղբայրը իրեն պարկեշտ է պահում, չափի մեջ է պահում, չի օգտվում իր այդ բանից։ Անհավատները իրանք նայում են, որ տես մեկին իրանց թակարդը գցեն ու գցում են։ Ես ոչ թե ուղղակի ենթադրում եմ, ես ասում եմ։ Իրականություն եղած փաստեր չենք մանրանում, բայց այտենց է։ Բայց ինչ է կատարել, խախտվել, ինքը խախտված է այդ վիճակից, որ ոնց որ Սուրբ Գիրքն է ասում։ Ինքը չխոսքան չի, ոնց որ խոսող, աշխուժ, ասենց ասած առիթ տվող եւ այլ, բայց Սուրբ Գիրքը ասում է, քեզ պարկեշտ բայ։ Նա հեզելի, խոնար եղի։ Անկամ ասում է տեղ կասում է ամաչկոտ, ամաչի, երկյուղացության վարք ասում է։ Երբ որ կտեսնեն ձեր առաքինի եւ երկյուղած վարքը Պետրոս Առաքյալն է դել ասում։ Ոմանք կան, ես գիտեմ, որ ինատու չեն անում, այտենց իրանց սպանում։ Ուղղակի իրանք մտածում են, այտենց ճիշտ է ու նորմալ է, որ տղամարդու միջավայրում տղամարդ կարան տենց անեն։ Կարան անգամ, ասենց ասած, տղամարդուց էլ առաջ են գնեն, բաներ պահանջեն դիմացի տղամարդուց։ Ես վերջերս էլ մի տենց զրույց եղավ, իր ամուսինը այնտեղ նստած, ինքը բաներ է պահանջում տղամարդուց։ Ամուսինը լուր է, դու ով ես, լիմա խելոք քո տեղը նստի, այ քույրիկ։ Կամ եթե բան կա, որ այդ հարցը պիտի դրվի, խոսվի, քո ամուսնու հետ խոսա, թող քո ամուսինը խոսա, դու ով ես, որ ընկել ես առաջ ու ասես բաներ ես դնում, պահանջում, խոսում, մեղադրում, գուցե, եսի ինչ անում, կռիվ գցում։ Ես հասկանում եմ, մարդը մտածում է երևի նորմալ է։ Չեն մտածում, որ ինքը խախտեց մի կարևոր կարգ։ Ընդ որում, ասենց ասած, ինքը գնաց մի այնպիսի կարգի համապատասխան, որ հատուկ չար հետողությամբ դարերով աշխատանք է տանում, որ այդ կարգը հաստատի, այդ գենդերային կոչված հավասարությունը, սեռային հավասարությունը։ Բայց նույնիսկ ասում եմ, վտանգավոր, շատ վտանգավոր վիճակ է։ Ու գիտեք ինչ, հենց այնպես չեմ ասում։ Քանիսների հետ տեսել եք, այդ վիճակի մարդիկ վերջը մի խնդիր առաջացրել են այդ պատճառով։ Մի հարց առաջացրել են, չեմ ուզում խորանամ ինչ հարց, բայց առաջացրել են։ Առիթ են տվել։ Թողտերը օրհնի մեր ժողովուրդ ջան, որ մենք իրոք եթե որոշել ենք Տիրոջը հնազանդվել, ապա ամեն ինչ այս հարցում էլ պիտի հնազանդվենք։ Եվ պիտի եղբայրներն էլ ուշադիր լինեն, որպեսզի իրանք առիթ չտան։ Իրանք չստեղծեն այնց ազատությունը, մտերմություն, որ դիմացինը առիթավորվի եւ ոնց որ ասած իրան էլ թույլ տա իր կողմից ազատություններ, չէ՞։ Այդ դեպքում ես էլ դառնում եմ մարդն էլ դառնում այդ ազատություն տա մեղավոր, երբ որ դիմացինը դրա ոնց որ սահմաններից դուրս, որովհետև ինքը առիթ տվեց։ Կամ հենց բանը շատ հաճախ զարմանում ես մարդիկ եղել է իրավիճակ,
ինչ որ առիթով ու նկատված ձևով, որտեվ ինչ որ ասվել է, ես էլ եմ նկատել։ Օրինակ խոսել են, որ այս մտերմությունը շատ խորթ է, էլի, այս քույրիկի եւ եղբոր մտերմությունը, ջեր մտերիմ հարաբերությունը։ Խորթ է երևում։ Պետք է տենց լինի։ Մանավանդ մեկը ամուսնացած է օրինակ եմ։ Եկել նայում ես ամուսինը բողոքում, ասում է, դե շատերը sense բան են խոսում, sense բան են ասում, ու սկսում է այդ ասողներին փնովել։ Ասում տղամարդ ես ոնց թե դու քիչ ես տեսնում, որ էսի կա, իրականությունը կա, դու կտնում ես սրա վրա, դու փոխանակ դրա դեմը կանգնես, ոնց որ ասած գյամերը քաշես, դրա արգելք հանդիսանես այդ չարությունը չզորանա, դու մեղադրում ես նրանց, ովքեր որ չարախոսում են, բան փասում են, հառիթը տվել են, խոսում են, եւ ասենց ասած ամեն ինչ իր տրամաբանական արդյունքն է բերում, չի մնում ուղղակի տենց։ Համենայն դեպս իմ խոսքից նպատակը սա էր, գուցե մի քիչ ավելի խրատական, բայց զգույշ լինենք, ուշադիր լինենք, ժողովուրդ ջան։ Եթե ասենց ասած ընկերություն, մտերմություն, ապա Աստծո կամքի պես, Աստծո կամքի սահմաններ, մեսիա օրհնված։ Անկամ երբ որ նույնասեռ քույրը քույրիկի հետ, եղբայրը եղբոր հետ, էլի պետք է Աստծո կամքի պես լինի։ Հիշեք, գրված է, ինչ էլ անենք, թե ուտենք, թե խմենք, ինչ էլ անենք, ինչ Տիրոջ փառքի համար լինի։ Եղել է մարդ բողոքել է, օրինակ իրանից իր հոգևոր ընկերուհիները, մեր միջից, որ sense բան են պահանջում, որ նայում ես մարդկային մարմնավոր ու նեղանում են։ Բայց եթե ընկերություն եք անում, ձեր ընկերությունը էս պիտի չլինի, որ իրար հետ նստեք, հաճելի, sense ասած ժամանակ անցկացնեք, զրուցեք, իրար հետ հավաքեք, ստեղծ ընդեղս խոսակցես, հաճելի է։ Չէ՞ ձեր ընկերության նպատակը էս պետք է լինի, ինչ էլ անեք, ուտեք, թե խմեք, թե ինչ էլ անեք, ինչ Տիրոջ փառքի համար։ Եթե այդպես չի, ուղղակի հաճելի է։ Լավ բան ընկերությունը։ Երբ որ մարդիկ իրոք ընկերություն են անում, բայց եթե դե Տիրոջը չի ծառայում, վերջը դրա լավ չի կարա լինի։ Ասենք մանավանդ երիտասարդ քույրեր, եղբայրներ, եղբայրը եղբոր հետ ընկերություն անում, քույրը քրոջ հետ, տեսեք ձեր ընկերությունը Սուրբ գրքի համեմատ է։ Իրոք դուք տենց եք, ոնց որ ասած, այդ ծառայումա ձեր ոնց որ հոգևոր աճին, Տիրոջը ճանաչողությանը, դուք իրար նպաստում եք, ձեր ընկերությունը իրար գրգռում է, նպաստում է, տենց օգնում է, որպեսզի դրա մեջ ավելանաք։ Դու ուղղակի հավես է, հաճելի է, նստում ենք, սուրճ ենք խմում, կամ մի միջավայր տեղ ենք եթում, կամ մի բանով զբաղվում ենք ու հաճելի է։ Էս է կարծես թե գլխավոր։ Դա պետք է երկրորդական, երրորդական, հարյուրորդական լինի, առաջինը Տերը պետք է լինի։ Լավ, Աստված մեզ օրհնի։ Ես ուզում եմ, որպեսզի մի հատ էլ ուշադիր լինի ամեն մեկս, թե տղամարդ, թե կին, ինչպես ենք իր հարաբերությունը, ոնց որ ասած, փոխհարաբերությունը կառուցում հակառակ սեռի ներկայացուցիչի հետ։ Ուշադիր լինենք։ Այն, ասած ասած, այն ջերմությունն ու մտերմությունը, նորից եմ ասում, դա արդեն վտանգ է ինքը իրանից առաջացնում։ Մեկ էլ նայում ես, տեսել եք, միտեղ եք, մեկ էլ մի խումբ էին, ընկերներ էին, մեկը իր կնոջով էր, ով գալիս էր փաթաթվում, գրկվում, ես իմ ինչ եմ ասում, դե ընկերներն են, իե։ Հետո բան դուրս չի գա, հետո իմացանք, որ բաներ կա արդեն խոսում էին դրա հետ կապված։ Բայց դուք ներկայանում են մերը, ընկերս է, ինչ էլ եմ, կնկան չի կարա փաթաթվի գրկախառնվի։ Դե ընդունված է։ Իրանց համար կարծես թե խորտ բան չի, բայց խի առիթ ստեղծում, սատանային առիթ չտա, չէ՞, ձեզ բան ասեց։ Խի առիթ ստեղծում, որ կարա, ոնց որ ասած, հենց առիթ տա այդ ջերմությունից դիմացինը ջերմանա ուրիշ ձև, կամ դու այդքան վստահ ես, որ խնդիր չի կարա առաջանա։ Բացի դրանից ընդհանուր կարգը, ոնց որ Սուրբ Գիրքն է ներկայացնում, պարզ երևում է, պիտի այդ հարաբերության մեջ դիստանցիա լինի։ Այդ հարաբերության մեջ պիտի ոնց որ ասած մի բան լինի, որ հասկացվի, իրոք կա տղամարդ, կա կին եւ կինը իրեն չափը գիտի, այդ չափը մեջ է, բան տղամարդն էլ գիտի իրանա